Այս տարի մենք ֆիզիկայից ուսումնասիրեցինք շատ հետաքրքիր և բազմազան թեմաներ, որոնք մեզ օգնեցին ավելի լավ հասկանալ բնության օրենքները և դրանց կիրառությունը կյանքում։ Նախ ուսումնասիրեցինք մեխանիկայի հիմնական օրենքները, մարմինների շարժումը, ուժերը և վերհիշեցինք Նյուտոնի օրենքները։ Հետո անցանք անիվին, պարզ լծակի կիրառությանը, որը հեշտացնում է աշխատանքի կատարումը։ Խոսեցինք նաև էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքների մասին, պարզելով, որ բնության մեջ էներգիան և իմպուլսը չեն կորչում, այլ փոխանցվում են։ Այնուհետև անցանք էլեկտրադինամիկային, որտեղ դիտարկեցինք էլեկտրական հոսքի առաջացումը, տարաբնույթ ազդեցությունները և մագնիսական դաշտերի ձևավորումը։ Սովորեցինք էլեկտրամագնիսական մակածման և ինդուկցիայի երևույթները, որոնց միջոցով հնարավոր է արտադրել էլեկտրական հոսք մագնիսական դաշտի փոփոխությամբ։ Ծանոթացանք նաև մի շարք նշանավոր գիտնականների՝ Նիկոլա Տեսլայի, Հենրիկ Լորենցի, Վիլհելմ Էդվարդ Վեպերի և Վիլհելմ Ռենտգենի և այլոց աշխատանքներին, որոնց հայտնագործությունները մեծ դեր խաղացին ֆիզիկայի զարգացման գործում։ Ուսումնասիրեցինք մագնիսական հոսքը, նրա հատկությունները և հաշվարկման եղանակները։ Շարունակելով խոսեցինք տատանումների մասին, անդրադառնալով կրկնվող շարժումներին ու դրանց բնույթին։ Տարվա երկրորդ հատվածում խորացանք միջուկային ֆիզիկայի մեջ, սովորեցինք ատոմի միջուկի կառուցվածքը, միջուկային ռեակցիաները, դեֆեկտի ու կապի էներգիայի կարևորությունը։ Վերլուծեցինք ալֆա, բետա և գամմա ճառագայթները, որոնք բնութագրում են ռադիոակտիվ տարրերի ակտիվությունը։ Ի վերջո ուսումնասիրեցինք ֆոտոէֆեկտի երևույթը, որը ապացուցում է լույսի մասնիկային բնույթը և կարևոր դեր ունի ժամանակակից ֆիզիկայում։ Եվ այս ամենից բացի մենք կատարեցինք նաև բազմաթիվ հետաքրքիր փորձեր։ Եվ այսպիսով տարին եղել է հագեցած և ուսուցողական։ Այն ոչ միայն խորացրեց մեր գիտելիքները, այլ նաև ձևավորեց հետաքրքրություն դեպի բնության գաղտնիքները։